Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Սոսը կանգնած է ամենադժվար ընտրության առաջ իր ողջ կյանքի ընթացքում։ Ճշմարտությունը, որ թաքնվել է 25 տարի, այժմ այնպես է մոտեցել նրան, որ գրեթե ձեռքի մեկ շարժումով հնարավոր է իմանալ այն, ինչն այդքան տարի տարել է իրեն դեպի կործանում, մտքի խառնաշփոթ, ներքին դատարկություն։ Իսկ հիմա, երբ ամեն բան կարծես գալիս է եզրագծին, Սոսը պիտի որոշի, ինչ ճանապարհով գնալ։ Նրա առջև երկու տարբերակ կա. գնալ եւ բացահայտ կերպով դիմել Միքայելին, ուղղել նրան բոլոր կասկածելի հարցերը, պարզել ճշմարտությունը դեմ առ դեմ, թե ընտրել մենակ գործելու ուղին, լուռ ուսումնասիրել, հետքերով գնալ, մինչև գտնի իր աղջկան։ Սոսը երկար է մտածում։ Նա հասկանում է, որ եթե հանդիպի Միքայելին ու սկսի խոսել իր կասկածների մասին, ապա վերջինս անպայման կձգտի խանգարել իրեն։ Կկեղծի, կշեղի, միգուցե նույնիսկ քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ ճշմարտությունը երբեք ջրի երես դուրս չգա։ Բայց Սոսը պատկերացում անգամ չունի, որ հենց այն գաղտնի հաղորդագրությունը, որի շնորհիվ մոտեցել է ճշմարտությանը, հենց Միքայելն է առաջինը կարդացել, եւ որ նա ոչ միայն լռել է, այլև արդեն ամիսներ շարունակ համագործակցում է Ավագի եւ Վիկտորիայի հետ, այն նույն մարդկանց, ովքեր 25 տարի առաջ վերցրել են Սոսի ու Աննայի նորածին աղջկան։ Եվ այժմ երեքով Միքայելը, Ավագը, Վիկտորիան պատրաստ են գնալ ցանկացած քայլի, գործի դնել ցանկացած միջոց, միայն թե այն սարսափելի ճշմարտությունը չհասնի Անգելինայի ականջին։ Եվ այդ ճշմարտության կրակը օր-օրի ավելի է մոտենում դուրս պրծնելուն։ Սոսը, չցանկանալով հապաղել, որոշում է գոնե մեկ քայլ անել։ Նա գնում է խոսելու Լիլիթի հետ, միակ մարդու հետ, ով կարող է գուցե թեկուզ ակամա փշրել լռության պատը։ Սոսը կորցնելու բան չունի։ Նա ուղղակի հստակ ու վճռական հարցնում է Լիլիթին. արդյոք Անգելինան իր աղջիկն է։ Լիլիթը, մինչ այդ կարծելով, որ այս բուն կասկածը դեռ շատ հեռու է, անմիջապես կորցնում է հավասարակշռությունը։ Նա խառնվում է իրար, շփոթվում, ձայնը դողում է, արտաբերած բառերը հակասական են։ Փորձում է ձևացնել, թե առաջին անգամ է լսում նման մի բան, բայց Սոսը նրան ճանաչում է ինչպես իրեն։ 25 տարվա համատեղ կյանքը նրան տալիս է առավելություն իմանալու, երբ է Լիլիթը ստում, երբ ոչ, եւ այս անգամ կասկած չկա։ Լիլիթը խաբում է։ Ու հենց այդ գիտակցությունն էլ հերիք է Սոսին հասկանալու, որ ինքը շատ մոտ է ճշմարտությանը։ Սենյակից դուրս գալուն պես Լիլիթը խուճապահար ու արդեն խեղդված վախից միանգամից զանգում է Միքայելին։ Զանգը լուռ, բայց սարսափի մեջ է փաթաթված։ Նա շշնջալով ասում է, որ ամեն ինչ բացահայտման եզրին է։ Միքայելը լսում է նրան անվրդով, հանգիստ, ցնցող սառնասրտությամբ։ Նա արդեն այլևս չի խուճապում։ Միքայելը հստակ գիտի, ճշմարտությունը շուտ թե ուշ դուրս է գալու մթողից։ Հիմա արդեն պարզապես ցանկանում է մի փոքր ժամանակ շահել։ Նա պատկերացնում, եթե մի քանի օր էլ անցնի, մինչև Անգելինան եւ Հենրիխը վերադառնան իրենց մեղրամասից, եթե Անգելինան մի քիչ ավելի ընթելանա շախունցների ընտանիքին, միգուցե այդ ժամանակ ճշմարտության բացահայտումը այդքան ողբերգական չլինի։ Բայց միևնույն ժամանակ Միքայելը պատրաստ է մյուս սցենարին էլ, եթե ճշմարտությունը բացահայտվի հենց այս պահին։ Այդ պատճառով էլ նա Լիլիթին ասում է միայն մեկ բան. ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Ամենայն հանգիստ, առանց հույսերի ու սրտի տրոքի, բայց արդյոք ճշմարտությունը նրան կլսի, երբ սկսի հարվածել բոլոր ճակատներից միաժամանակ։ Հարգելի հետևորդներ, ո՞րն է լինելու Սոսի հաջորդ քայլը ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։
Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասարք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ է համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես արեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարխուն տարեկան Դու խաշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա անելիքդ արա, դու ինձ կներես որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով? Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի եք, ես ինչ մի ներկայացում եք խաղում, իմ ու չգիտեք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդում եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Անգելինա մեջ ճանաչում ենք, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սերտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի